We are continuing the theme of when the wind blows. Թեման շարունակում ենք վերնագիր էլի, երբ փչում են քամիները երկրորդն արդեն։ We're in the series on the Holy Spirit. Սուրբ Հոգի բաժինն է։ We want to read from Hebrews chapter 12 and verse 1. One of them. Hebrews. Եբրայեցիների 12-ի 1-ը կարդանք։ Ուստի մենք էլ տեսնելով, որ շրջապատված ենք վկաների բազմության այսպիսի մեծ ամպով, դե նետենք ամեն մի ծանրություն եւ մեզ հեշտությամբ թակարդ գցող մեղք ու համբերատարությամբ վազենք մեր առջև դրված մրցավազքը։ As the wind blows in our lives, Երբ մեր կյանքերում քամին փչում է, there will be some things exposed that we just need to lay aside. մի բան կլինի, որ մեզ մեր մեջ կբացահայտի, ու մենք դա պետք է մի կողմ դնենք։ These are not necessarily sin. Պարտադիր չի, որ մեղք լինի։ They're just weights that slow us down. Կարող է մի բան լինի, որ ուղղակի քեզ հետ է տանում։ It may be insignificant to us, Միգուցե մեզ համար այդքան էլ կարևոր բան չլինի, but it's something that we love as much as or more than we love God. այլ կարա լինի մի բան, որը մենք Աստծուց շատ ենք սիրում։ It's just something that is going to make us unfit for ministry. Ու մի բան, որը մեզ անպտղաբեր կդարձնի ծառայության մեջ։ They dull our conscience. These weights dull our conscience. Ու դա մեր միտքն է հետ պահում։ They dull our spiritual hunger. Այլ մեզ տանում են հոգևոր քաղցին։ So the wind of God blows to deal with those weights that we just carry. Այսպիսով Սուրբ Հոգիներ փչում են, որպեսզի այն ինչ որ մենք պահում ենք, դրանք մեր մեջ մաքրեն։ Hebrews also mentions the sin that entangles Եբրայեցիները us. նաև նշում են հենց այդ մեղքի մասին։ The sin that trips us up. Մեղքը, որ մեզ տուղակն է գցում։ It suggests to us something that we've gotten into that we can't get out of. Որի մի բան է, որի միջից մենք չենք կարողանում դուրս գալ։ It may be that we've gotten into something that we don't want to get out of. Կամ մի բանի մեջ ենք, որտեղից չենք ուզում դուրս գալ։ It may be something that we love, something that Մի բան, որ մենք սիրում ենք, we have a hard time letting go of. կամ դժվար ժամանակ ենք ունենում այդ ամենից ազատ արձակվելու, թողնելու։ Many times we've prayed for people. Շատ անգամ մենք աղոթել ենք մարդկանց համար, They're in that struggle with sin. ովքեր պայքարել են մեղքի դեմ։ And I'm talking about church people, okay? Խոսում եմ եկեղեցու մարդկանց They մասին։ just can't make it to that place of Որ victory with չեն God. կարողացել հասնել այդ հաղթության Աստծո հետ։ And usually that sin has been there a long time. Ու սովորաբար այդ մեղքը երկար ժամանակ իրենց մեջ է եղել։ Not a new temptation. Ոչ թե մենակ նոր ինչ որ փորձություններ, գայթակղություններ է Something that they've եղել, gotten into and just stayed with. այլ մի բան, որ եղել է ու իրենց մեջ է։ This the vision that we're trying to give to Այն you տեսիլքը, որ փորձում ենք ձեզ տալ, is that these healing waters will flow որ in our lives. այդ բժշկող գետերը մեր մեջ հոսեն։ Ezekiel paints that picture in Ezekiel 47. Եզեկիել 47-ի մեջ այդ պատկերի մասին է խոսվում։ Verse 9 tells us that wherever that river goes, it'll bring life. Այդ գետերը գնան կյանք են բերում։ 47 47 verse 9. Եզեկիել 47-9 Եվ լինելու է, որ կրկնակի գետն ուր որ գնա, ամեն ինչ որ ապրում է ու շարժվում, կենթանանալու է, եւ ձկների մեծ բազմություն է լինելու, քանի որ այս ջրերն այնտեղ են գնալու, եւ նրանք բուժվելու են եւ ամեն բան ապրելու է, որտեղ որ գետը գնա։ What a beautiful picture of the life of God. Աստծո կյանքի գեղեցիկ պատկեր։ Abundant life, healing. Լի կյանք, որը բերում է բժշկություն։ But then in verse 11, it describes something different. Համարը այլ բան է նկարագրում։ And there's miry places or salty, I don't know what your translation is. These will not be healed. Այսինքն այդ ճահիճները չեն բուժվելու, այս խոսքն ասում է, որ եւ աղի են տրվելու, դրանք աղի են լինելու։ So you have this river of life flowing. Ու դրա համար այս կյանքի գետերը պետք է հոսեն։ It's healing everything. Ամեն բան բժշկի։ And then there's one part of that land Եվ այդ ամենի մի մասը untouched, չի հպվի, not healed. չի բժշկվի, ոնց որ այդ խոսքն է ասում։ Standing in the flow of that river. Ու կանգնելու է այդ հոսող գետի մեջ։ There's still something that's there that's not Դեռ ինչ որ մի been բան touched. կլինի մարդու մեջ, որը չի հպվի, որը չի բժշկվի։
Many times we get into the ministry, Շատ անգամներ մենք մտնում ենք մի ծառայության մեջ and in God's grace, ու Աստծո շնորհքը that river flows. այդ գետերը հոսում են, We see miracles, we see տեսնում ենք results, հրաշքներ, տեսնում ենք այդ արդյունքները, fruit in our lives, այդ պտուղները մեր կյանքերում and whatever is there, ու ինչ որ կա այդտեղ։ we think that's okay with God. Մտածում ենք, որ Աստված դրա հետ կապված նորմալ է դրան վերաբերվում։ Little pride, little Մի jealousy, փոքր բան այդ հպարտություն, մի փոքր նախանձ, some tendency towards sin. որոշ բաներ, որ մեզ կտանեն դեպի մեղքի, And we think because we've operated under the anointing that we're okay. ու մենք մտածում ենք, քանի որ օծությունը գործում է, նմանատիպ բաները մեր կյանքում նորմալ են։ But I want to explain this to you. Բայց ուզում եմ ձեզ սա բացատրել։ God's not saying this is okay. Աստված չի ասում, որ սա նորմալ Or է, this is լավ է, acceptable. կամ սա ընդունելի է։ He's allowing that river to Նա flow թույլ է տալիս, որ այդ գետերը հոսեն, to show you the potential ցույց տալու ձեզ այդ պոտենցիալը, of what you can do with God. այն ամենի, ինչ կարող եք անել Աստծո հետ։ If you'll release that sin, Ու եթե այդ մեղքերից ազատ forsake that արձակվեք, sin, ազատ արձակվեք there would be an այդ even greater flow in ավելի your life. մեծ հոսք կլինի ձեր կյանքի մեջ։ Sometimes it's just an enticement to say, Երբեմն կարող ենք այսպես ասել. I'm going to pursue God, Ես կհետապնդեմ, կհետևեմ all my Աստծուն, heart, իմ ամբողջ սրտով, all my soul, իմ ամբողջ հոգով, all my strength. իմ ամբողջ ուժով։ And we forsake that sin because of the goal Ու թողնում of ենք the այդ blessing մեղքը, that is before որովհետև us. այդ օրհնությունը տեսնում ենք մեր առաջ։ We look at someone like Solomon, who Մենք տեսնում ենք մարդ ով Սողոմոնի պես greatly blessed of God. մեծ օրհնություն տեսավ Աստծուց։ Father David prepared for the building of that temple. Դավիթը պատրաստում էր հայրը պատրաստում էր այդ տաճարը։ Solomon asked God for wisdom and receives it. Սողոմոնը խնդրեց Աստծուց իմաստություն եւ ստացավ այդ իմաստությունը։ Blessed of God. Օրհնություն ստացավ His Աստծուց։ kingdom is enlarged. Ու իր թակավորությունը լայնարձակվեց, It's at peace. խաղաղություն ունեցավ And yet later in his life, ու ավելի ուշ իր կյանքում we know he's got a weakness. տեսանք, որ уներ տկարություն, He has թուլություն, something like 300 wives and 300 կին ուներ, 1,000 concubines. հարճեր ուներ, So he's got a weakness. այդ թուլություն ունեցավ։ And the Bible tells us that Աստվածաշունչն those ասում է, wives որ այդ կանայք drew his heart away from God. նրան Աստծո սրտից հեռացրեցին։ 1 Kings chapter 11. Առաջին Թագավորաց 11-րդ գլուխ 11 11, yeah. կներեք, երրորդ Թագավորաց։ Անջոտ։ Yeah. Let's read. Which one? Let's start at verse 4 there. 11:4 Yeah, 1 Kings 11:4. only 4 We might read through 7. 4 to 7 Երրորդ Թագավորաց 11-րդ գլուխ 4-ից 7 խոսքերը։ Եվ եղավ Սողոմոնի ծերության օրերին, նրա կանայք նրա սիրտը շրջեցին դեպի օտար աստվածներ։ Ու նրա սիրտն իր Տեր Աստծո հետ իր հոր Դավթի սրտի նման կատարյալ չէր, քանի որ Սողոմոնը Սիդոնացիների աստվածուհուն Աստարոթին ու Ամոնացիների գարշելությանը մեղքոմին հետևեց։ Եվ Սողոմոնը չարություն գործեց Տիրոջ առաջ ու Տիրոջ հետևից իր հոր Դավթի նման կատարյալ սրտով չընթացավ։ Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղեմի դիմաց լեռան վրա Քամոսի Մովաբի գարշելության համար մի բարձր տեղ շինեց, ինչպես նաև Մողոքի Ամոնի որդիների գարշելության համար։ Verse 8 even says he did all these things Verse 8 for his. Նույն բանն 8-րդն էր, նույն բանն արեց նաև իր բոլոր օտարազգի կանանց համար, որոնք իրենց ասվածներին խունկ էին ծխում ու զոհ մատուցում։ Here he is, the king, the king of Israel, Այստեղ Իսրայելի թագավորն էր, has a supernatural revelation of God, նա ուներ գերբնական հայտնություն Աստծո, wonderfully gifted with wisdom, ուներ պարգևատրված էր այսպես ասած իմաստությամբ, blessed financially. օրնված էր ֆինանսապես, The nation is enlarged, and ազգը մեծ էր, yet he's allowing something in his life բայց այդ ժամանակ մի բան թույլ տվեց իր that he կյանքի մեջ, knows is wrong. որ գիտեր, որ սխալ է։ He's building these altars for Այդ foreign gods զոհասեղանը օտար աստվածների համար կառուցեց, to please these wives, որպեսզի իր կանանց հաճեցնի, make them happy. որպեսզի իրենց երջանկացնի։ Here he is, the king, Ահա այդ թագավորը brought up in David's house, բերեց Դավթի տանը, but he's been corrupted մեծացել էր Դավթի տանը ու այդ ամենով
կաշառվեց, այսպես ասած, by that lust in his heart. ուներ այդ իր սրտի ցանկության պատճառով այդ ամենի մեջ ընկավ։ And this can happen in the ministry. We see it. Ծառայության մեջ սա տեղի կունենա։ Men and women who stand in the flow of this Տղամարդիկ, river, կանայք, ովքեր կանգնած են այս գետի մեջ, who allow sin ու ովքեր թույլ են տվել մեղքը ներս just to մտնել, draw them away. որ իրենց հեռացնի։ May seem small first, Սկզբում մեղքը փոքր է թվում, but it's going to consume us. բայց այն կսպառի մեզ։ An idol in their heart, Ու իրենց սրտերում եղած այդ կուրքերը some secret lust they haven't dealt with, թաքնված էին, միգուցե չէին տեսնում, and it will lead to idolatry. ու դա նրանց տարավ դեպի կռապաշտության։ We went through the story of Nehemiah, Նեհեմիայի պատմությունը նայեցինք, of how he went to Jerusalem to ինչպես նա rebuild the գնաց walls, Երուսաղեմ, որպեսզի վերականգներ այդ պատերը, and how he was successful in his work. ու ինչպես հաջողություն ունեցավ իր գործի մեջ։ He would go back to Persia for a few years, Տարիներ հետո ինքը վերադարձավ, and when he comes back, ու երբ որ վերադարձավ, he finds that the man Tobiah, նա այդ Տոբիային հանդիպեց։ he has been given a room in the temple. to dwell. Տաճարում նրան տեղ տվեցին, որպեսզի ինքը ապրի։ The high priest is Քահանայապետը his friend. նրա ընկերը, He's close to him. նա մտերիմ էր նրա հետ, And the high priest says, ու այդ քահանան ասաց. "Ain't no reason for you to live in that small little apartment over there. Ես գիտեմ, որ դու այդտեղ ես ապրում այդ փոքր տանը։ We've got a wonderful space right here in the temple. Մենք այստեղ տաճարում ունենք շատ լավ տեղ։ We store all kinds of incense and Մենք այդտեղ ամեն բան կառուցել ենք, all kinds of sacrificial այդ items. զոհաբերության այդ բոլոր պահանջվող ամեն իրեր ունենք։ We'll move those out and you can move Մենք in." դրանք կտանենք, կտեղափոխենք, դու կարող ես այստեղ գալ։ And that's what they did. Ու այդպես էլ արեցին։ So Nehemiah comes home, Նեհեմիան եկավ տուն, and Nehemiah 13 tells the story. ու Նեհեմիա 13 այս պատմությունն է ասում։ We'll look there. 13. Let's read verse 1 first. Նախ առաջինը կարդանք. Այն օրը Մովսեսի գրքից կարդացին իր լուր ժողովրդի եւ նրանում գրված գտնվեց, որ որևէ ամոնացի եւ մովաբացի հավիտյան չպիտի մտնի Աստծո ժողովքը։ Now, the law has already said Տերը արդեն ասել էր, no Ammonite is to be in the որ ամոնացի congregation. չպետք է մտներ այդ ժողովքի մեջ։ They can't even come into Israel Անկամ Իսրայել չեն to be a կարող։ part of it. Դրա մի մասը չեն կարող They կազմել։ sinned against the children of Israel when they came out of Egypt, Բայց նրանք եկան Եգիպտոս, and God said they will not come in. Աստված ասեց, որ նրանք չպետք է ներս գան, ներս մտնեն։ Oh, but verse Բայց verse 4, 4 համարն ասում է. Սրանից առաջ Եղիասիբ քահանան, որ մեր Տեր Աստծո տան սենյակների վրա էր նշանակված, ազգակցել էր Տուբիայի հետ։ he had a friend in the high priest. Ինքը ուներ քահանա, ով իր ընկերն էր, The priest, քահանա։ friends with the Ammonite. Ինքը այդ ամոնացու հետ ընկեր էր։ Probably not the best idea. Միգուցե լավագույն այդ գաղափարը չէր, միտքը չէր։ Probably not acceptable to God. Միգուցե ընդունելի չէր Աստծո կողմից։ But worse is what he did in verse 5 Ամենաբատը, բայց նա արեց 5-րդ համարում, as he prepares a great chamber. երբ ինքը այդ մեծ սենյակը պատրաստեց։ Go ahead and read. Եվ նրա համար մի մեծ սենյակ էր պատրաստել, որտեղ նախկինում դնում էին հացի նվերները, կնդրուկը, անոթները եւ ցորենու գինու, ծեթի տասանորդները, որ սահմանված էին ղետացիներին, երկողներին եւ դռնապաներին տրվելու, նաեւ քահանաների ընծաները։ So instead of having these items, Առանց փոխարեն այս իրեր ունենալու, these things which are sacrificed, բաներ, որոնք պետք է մասնակցեին զոհաբերությանը, these այս things that are իրերը։ part of worship, Դրանք այսինքն երկրպագության մի մասն էին these կազմում։ things that were a blessing to the Levites. Սրանք ղևտացիների համար օրհնություն էին։ Instead of those, Դրանց փոխարեն we have Tobiah who has been rejected of God. Տուբիան էր այդտեղ, ով որ մերժել էր Աստծուն։ All because the high priest is a Ու այս friend. ամենը նրա պատճառով, որ այդ քահանան իր ընկերն էր։ The high priest is close to him. Մտերիմ էր իրեն։ Think about it for a moment. Մի բան մտածենք։ Here is the devil in the very house of God. Աստծո տան մեջ կա դև, He has got to obstruct
the flow of the worship of Ու that ինքը house. այդ տան մեջ խանգարում է այդ երկրպագության հոսքին։ Incense was kept there. Ինքը այդտեղ է այդ վայրի մեջ, And incense was used on the altar of prayer. Okay, որտեղ կան նաև աղոթքի այդ զոհասեղանը, representing prayer going on. որը ներկայացնում է խորհրդանիշը նրան, որ աղոթք էր բարձրանում։ The oil and the wine speak Ձեթը, of գինին, the tithe that was given to the Levites. տասանորդները, որ տրվում էին ղևտացիներին։ The sacrificial meat was there. Եվ այդ զոհաբերության համար տրվող այդ իրերը, որ այդտեղ էին։ No sacrifice to be given. Ու այդ ժամանակ չկար որևէ զոհաբերություն, որ Well, that's what կտրվեր։ happens when sin comes into our Ինչ է lives. տեղ ունենում, երբ մեղքն է գալի մեր կյանքի մեջ։ That's what happens when we allow that Ինչ է sin to լինում, come երբ in. մենք թույլ ենք տալիս, որ մեղքը մեր մեջ մտնի։ Now listen, the reason that we tolerate sin in Այն our life պատճառը, որ մենք հանդուրժում ենք մեղքը մեր is մեջ, simply because շատ པարզ է, որովհետև it's a friend. ընկեր է մեզ։ We've made a friend of that sin. Ընկերացել ենք մեղքի հետ We enjoy that sin. ու վայելում ենք մեղքը։ It feeds us Մեզ կերակրում է in some way. ինչ որ ձևերով, We've got to identify that Ammonite for what it is. բայց մենք պետք է տեսնենք, թե ով է այդ ամոնացին։ We've got to see that thing that we enjoy and that we Պետք է love. տեսնենք, հասկանանք ինչն ենք մենք սիրում, ինչն ենք վայելում։ We've got to get rid of it. Ու պետք է ազատ արձակվենք դրանից, ազատվենք։ We've got to remove it. Պետք է հեռացնենք։ We've got to allow the Holy Spirit to clean the Թույլ տանք, որ house. Սուրբ Հոգին մաքրի իր տունը։ That's what Nehemiah did. Ահա թե ինչ է Նեհեմիան անում։ He threw Tobiah out, Ինքը Տոբիային հանեց դուրս, had that room cleaned up, մաքրեց այդ սենյակը, and then they could bring all this back. ու հետո այդ ամենը այդ բոլոր իրերը վերադարձրեց All the այդտեղը։ prayer, all the Այդ worship, աղոթքները, all the երկրպագությունները, offerings that would be given. զոհաբերությունները, որ պետք է To տրվեր, fill that room up again. նորից լցրեց այդ սենյակը։ You know the wind of the Holy Spirit's going to blow. Գիտեք, այդ Սուրբ Հոգու քամիները պետք է փչեն։ He's going to uncover those things that are in our hearts. Պետք է մեր սրտից բացեն այդ բոլոր բաները, որոնք սխալ են։ And the question is do we have that, Հարցն այն է, Tobiah in our house? արդյոք մեր տան մեջ կա Տոբիա։ A lot of people start out in the right direction with God. Շատ մարդիկ Start սկսում with են, God, սկսում են Աստծո հետ, ճիշտ ճանապարհով են գնում, love God, սիրում են Աստծուն, worship God, երկրպագում են Աստծուն, but then it comes. ու հետո գալիս է թշնամին։ That sin Մեղքն է that գալիս, they love, որ սիրում that սկսում they են can't սիրել, give up. որ չեն that կարողանում they wanna hold on to. հանձնվել ու չեն կարողանում հետ կանգնել։ Listen, sometimes Երբեմն that Tobiah is simple stuff. այդ Տոբիան կարող է շատ པարզ բան լինել։ Sometimes it's just pride, Երբեմն Տոբիան կարող է լինել ուղղակի հպատություն, ambition, selfish ինչ-որ ambition. փարասիրություն, եսասիրություն, Sometimes it's anger and unforgiveness, երբեմն կարող է լինել մեր բարկացկոտությունը կամ աններողամտությունը, materialism, ինչ որ նյութական բաներ, greed, covetousness. ժլատություն, These things are, այս տեսակ բաները, they're sins that we allow այդ մեղքերը, որ թույլ ենք տալիս, because maybe we desire money. որովհետև մենք դրան փափագել ենք, Maybe we desire to be popular. փափագել ենք լինել We հայտնի, want to please people. ուզում ենք մարդկանց հաճեցնել, We have that ambition ու to այդ be loved. փարասիրությունը մեր մեջ ունենք։ There is a struggle often going on in our lives. Ու դրա համար մեր կյանքում անդադար կլինեն այդ պայքարները։ And it happens in the ministry. Listen, Ու կարա լինի դա ծառայության մեջ, that a man will be used of God. որ մարդը կարող է օգտագործվել Աստծո կողմից, And just like that miry place, ինչպես հենց այդ վայրներ, there's something that's not been healed. որ ինչ որ մի բան, որ չպետք է այդտեղ լիներ։ There's a Tobiah living in the house. Այսինքն Տուբիան, որ բնակվում է մեր այդ տան մեջ, And it can destroy you. ու այն կարող է ձեզ կործանել։ I've had friends in the ministry Ծառայության մեջ ունեի մի ընկեր, destroyed by lust, ում կործանել էր իր ցանկությունը, destroyed by greed. ժլատությունը։ I've watched people just get obsessed with just video games Ես նայում եմ, թե ոնց են մարդիկ տարվում վիդեո խաղերով, and just immerse themselves that that's all they can do. ու դրա մեջ էին ընկղվում ու այդ ամեն ինչն էր, որ իրանք մենակ արային անեն։ And soon they have no desire for the church Ու այլևս շուտով ոչ մի ցանկություն չէին ունենում եկեղեցի գնալու։ over something as simple as a video game. Կարա շատ པարզ բան լինի, ոնց որ օրինակ վիդեո խաղերը։ There's no harm in it. Ինչ որ վնաս չկա, I can do մտածում են, this. կարամ անեմ։
And then it's 2 hours, 3 hours, 4 2 hours. ժամ, 3 ժամ, 4 Every ժամ։ waking moment, Ամեն անգամ, երբ որ every արթնանում spare ես, minute. ամեն ազատ ժամի There's no time for anything else. ու ուրիշ բանի համար էլ ժամանակ չես ունենում։ Simple. Շատ པարզ է։ We've got to allow the Holy Spirit Մենք կարող ենք թույլ տալ Սուրբ Հոգուն, to examine our hearts, որ մեր սրտերը քննի, to look deep into որ մեր our մեջ hearts, ավելի խորը գնա, ավելի խորը տեսնի։ to see if there's any place Տեսնելու կա արդյոք որևէ վայր, where we have allowed that Tobiah to որ թույլ remain. ենք տվել Տոբիային գա ու բնակվի մեր մեջ։ You know, Moses Մովսեսը had an experience with God there at the burning bush, փորձառություն ունեցավ Աստծո հետ եւ տեսավ այդ այրվող մորենին։ stood on holy ground, Կանգնած էր Սուրբ Հողի վրա, heard the voice of God, լսում էր Աստծո ձայնը saw a miracle. ու տեսնում էր հրաշքներ, His hand turned leprosy and ձեր then was healed. ձերքը բորոտության մեջ էր ու հետո բժշկվել էր, His staff turned into a snake. And իր գավազանը դառնում էր օձ, he had an experience with տեսավ God. այս տեսակ հրաշքներ։ But the Bible tells us he Բայց went back home. Աստվածաշունչը մեզ ասում է, որ He packs up his family. We're ինքը going to վերցրեց իր Egypt. ընտանիքը ու գնաց Եգիպտոս, And on the way to Egypt, an angel ու met him. Եգիպտոսի ճանապարհին հրեշտակ հայտնվեց Was նրան, ready to kill him, որ պատրաստում էր նրան սպանել, to take his life. ուզում էր իր կյանքը վերցնել։ And his wife discerned what was Ու going on. կինը հասկանում է ինչ է տեղ ունենում, And she circumcised their youngest boy. ու թրպատում են երիտասարդ տղային։ Seems like a little thing. Թվում է փոքր բան է, But that circumcision is a symbol of the covenant, բայց ուխտի խորհրդանիշն էր a թրպատությունը, sign of separation. նշան, որ պետք է առանձնանար։ God was about to fulfill the covenant that he made with Աստված Abraham. այդ ուխտը պատրաստում է իրականացնել, որը կատարել էր Աբրահամին։ And Moses had been selected to be the leader Մովսեսը of the ընտրված է covenant, լինելու այդ ուխտի մարդկանց առաջնորդը, but he himself was out of covenant. բայց ինքը հենց He himself հա, would բայց հենց ինքը թրպատված չէր, not circumcise his son. թրպատված չէր։ He broke one of the rules of the Ու covenant. ինքը ուխտի կանոններից, օրենքներից մեկը արդեն խախտել էր։ Think about Moses. Մտածենք Մովսեսի մասին։ I'm sure he says, wait a minute, I just saw God at the burning bush. Ըստ ինքը կարող ասեմ մի րոպե, բայց ես Աստծուն այրվող մորենիում տեսա։ God just called me to be Աստված ինձ the կանչել է deliverer. այդ ազատողը լինելու։ I'm important to God. Ես կարևոր եմ Աստծո համար։ I'm important to Ես God. կարևոր եմ Աստծո He համար։ chose me Նա ընտրել է ինձ, to do this work. որ այս գործն անեմ։ He didn't choose anybody else. Ուրիշին չէր ընտրել։ He could have chosen anyone, Ցանկացած մեկի կարող ընտրել but he Աստված, chose me. բայց ինձ ընտրեց։ And sometimes that attitude makes Ու its way երբեմն այս վերաբերմունքն է փչացնում into our lives. ու մտնում մեր կյանքի մեջ։ We think we're important. Մտածում ենք կարևոր ենք, We think God needs us. մտածում ենք Աստված մեր կարիքն ունի, We think we've experienced God մտածում ենք որ զգացել ենք and the Աստծուն, moving of His Holy Spirit, ու իր շարժն ենք Սուրբ Հոգու տեսել, and therefore God overlooks ու մտածում ենք որ Աստված այդ ամեն ինչին չի նայի։ these little things. Այն փոքր բան է, էլի, Little things. փոքր բան է, God really doesn't. բայց այդպես չէ։ As I said, Ինչպես արդեն ասացի, sometimes երբեմն we can stand in that river կարող ենք կանգնել այդ գետի մեջ, with God calling us, բայց Աստված կանչում է մեզ, forsake it all, որ պետք է թողնենք այդ ամենը։ swim in these deep waters, Լողանանք ավելի խորը տեղեր գնանք իր ջրերի get մեջ, out here, դուրս գանք այդտեղից։ come into the place of my blessing. Գնանք Աստծո օրհնության այդ վայրերի մեջ։ He gives us that experience Նա so that տալիս we է would մեզ այդ փորձառությունը, leave everything else behind. որ ամեն bան ետևում թողնենք։ Two young men, the Երկու- sons of Aaron, Երկու երիտասարդներ Ահարոնի որդիները served in the tabernacle with Aaron, ծառայում էին Ահարոնի հետ այդ խորանում, made sacrifices, զոհաբերություններ էին անում, partook of every meal of the priest, այդ քահանաների այդ ճաշն էին տանում, took care of the Okay. candlesticks. հոգ էին տանում ճրագակալների մասին, And then one day, ու մեկ օր they said, you know, իրենք ասացին. I've got this great idea for a new flavor of incense. Լավ գաղափար ունեմ այդ նոր այդ յուղի համար, այդ բուրմունքի համար։ And though these two brothers Այդ make երկու their own եղբայրները incense, իր այդ ամենը սկսեցին ստեղծել and they said, we're going to burn this ու ասեցին մենք կվառենք in սա the tabernacle tomorrow. վաղը խորանի մոտ։ Well, they do. They do that. Ու արեցին։ They go in and they take Ներս մտան, coals from off that altar Զոհասեղանի վրա այդ ամենը շինեցին and they put it in an incense canister or
ու այդ ճրակակալը բերեցին and they began to burn that ու incense. սկսեցին վառել։ It's not the incense that Moses made the recipe Ու for. դա այն չէր, ինչ որ Մովսեսն էր ստեղծել այդ բաղադրությունը։ It's one of their own making. Իրանք սեփական մտքով այդ ամեն ինչը The Bible արեցին։ says fire came out of the Աստվածաշունչն tabernacle, ասում է այդ խորանի վրա կրակ իջավ consumed them ու instantly. սպառեց այդ ամեն ինչը միանգամից։ I'm glad, I hope that doesn't happen to us. Հույս ունեմ ու ուրախ կլինեմ, որ այդ ամեն ինչը մեր հետ չլինի։ I haven't heard of that happening. Չեմ լսել նման բան, որ տեղի ունենա։ But I think their attitude may be the same as I described of Բայց Moses. միգուցե մենք այդ նույն պահվածքը վերաբերմունքն ունենք, ինչ Մովսեսի դեպքում էր։ We work with Dad every day. Մենք պետք է ամեն օր այդ ամենի հետ գործ ունենանք։ We're the high priest servants. Այդ քահանայի ծառայությունը։ We need to be able to contribute to this cause. Ու մենք այս ամենի մեջ պետք է մտնենք։ And they died in the process. Ու այդ ընթացքում մահացան։ God had warned them. Աստված զգուշացրել էր այդ This is մտահաններին, holy to the Lord. որ սա սուրբ է Աստծո համար։ You don't change the recipe. Չպետք է փոխեք այդ բաղադրությունը։ That anointing oil, Օծության յուղը you only use that in the house of God. օգտագործում եք միայն Աստծո տան մեջ։ You don't take that home with you. Չեք տանում դա ձեզ հետ տուն։ Everything that was in that tabernacle was for the tabernacle only, Այն ամեն ինչ որ կա այդ խորանում միայն խորանի համար էր։ and only the recipe that God gave to Եվ Moses. միայն այն բաղադրության, որ Աստված տվել էր Մովսեսին։ May God deliver us Թող Աստված մեզ ազատ from արձակի։ this idea that God needs us, Այն գաղափարից, որ Աստված ունի մեր or that we կարիքները։ know God, Մենք գիտենք Աստծուն, He's anointed us, օծել է մեզ, and that we don't have to play by God's rules. ու չպետք է Աստծո կանոնների հետ խաղանք։ God loves you, Աստված սիրում է ձեզ, given you His Spirit, իր հոգին է տվել ձեզ, but you're not God's pet. բայց դուք Աստծո կենթանին չեք։ He's not going to look the other way. Ձեզ այլ կերպ չի նայելու, He's not going to overlook our sin, չի անտեսելու մեր մեղքերը։ our pride, our lust, or our Կամ մեր greed. ցանկությունը, մեր ժլատությունը, մեր հպարտությունը ինքը չի անտեսելու։ We're holding to those things that God has Մենք rejected. պահում ենք մեր մեջ այն ինչ որ Աստված ինքն է մերժում։ It is pride that comes before the fall. Հպարտությունն է գալիս անկումից առաջ, It is կործանումից pride առաջ։ that comes before the destruction. Շեղումից առաջ գալիս է հպարտությունը։ God is loving, Աստված սիրող Աստված է, ինքը փափագ long ունի, suffering. ինքը փափագում այդ He's ամեն մեզ, merciful. ինքը ողորմած Աստված է։ But there will come a time Բայց կլինեն ժամանակներ, when enough is enough. որ արդեն բավական կլինի։ You're either going to lose out of that flow of the river of God, Կկորցնեք այդ Աստծո գետերի հոսքը, or God will remove Himself from you completely. կամ Աստված ինքը կհեռանա, այսինքն կհեռացնի մեզ այդ ամեն ինչից։ Pastor Clendenin met a man one time. Հով Քլենդենը մի մարդու էր հանդիպել, Man came to church, listened to the այդ մարդը preaching. եկել էր եկեղեցի, քարոզներ էր լսում, You could tell that he was visibly under great conviction, ու ինքը ինչ որ հանդիմանության մեջ էր այդ մարդը, կարող ենք ասել, but he wouldn't go for prayer. բայց չէր գնում որ աղոթեին իր համար։ He wouldn't pray at all. Ընդհանրապես չէր աղոթում, He just shook in fear. այլ ուղղակի վախից դողում էր։ And so Brother Clendenin's son-in-law talked to him Ու հով Քլենդենի պես խոսեց նրա հետ, and asked him, he said, ու brother, ասաց նրան. why don't you come and Եղբայր, repent and ինչու չես գալիս make everything right with God? ու Աստծո այդ ամեն բան ուղես I ճանապարհները։ can tell God's dealing with you. Ես կարող եմ ասել, որ Աստված ուզում է գործ ունենալ քեզ հետ։ And he says, oh, you don't Ու understand. ինքը ասաց, չէ, դու չես հասկանում։ He says, one time I was a preacher just like you. Դասմեն։ That man Այդ was. մարդը ասաց, մի օր ես էլ քեզ նման քարոզող էի։ I was successful. Հաջողակ էի, Everything was going well. ամեն ինչ լավ էր ընթանում։ And then I fell in love with a woman. Ու հետո սիրարվեցի մի կնոջ։ God told me to stop. Աստված ինձ ասաց, որ ես կանգնեմ։ I Դադարել, continued. բայց շարունակեցի։ Time and again, God would speak to me. Նորից անցավ ժամանակ Աստված խոսեց ինձ։ Time and again, I ignored him. Նորից անտեսեցի, արամարեցի։ One day, I got to the woman's house, Մի օր գրացի այդ կնոջ տուն, and God said to me, Աստված ինձ ասաց. you cross that door. Եթե անցնես You այդ go տուն, into that house. եթե մտնես այդ տուն, I'm leaving. ես կթողնեմ։ I'll never deal with you again. Ու այլևս քեզ հետ գործ չեմ ունենա։ The man didn't even hesitate. Այդ մարդը անգամ չտատանվեց։ Went right through that door Ուղիղ մտավ տուն։ to be with his adulterous affair. Ու այդ կնոջ հետ լինելու համար։ God left him that day. Ու այդ օրը Աստված թողեց նրան։
even though he was fearful of God. Չնայած որ ինքը վախ ուներ Աստծո He նկատմամբ, knew that he had ու ինքը resisted գիտեր, որ դեմ the ականգնում moving of the Holy Սուրբ Spirit. Հոգու շարժին, He had resisted every opportunity to be saved, ու ինքը դեմ կանգնեց ամեն իրավիճակին, որ դրանից փրկվի։ driven by his lust. Իր ցանկությունից դրդվեց, գնաց ցանկության He ետևից departed from God's ու presence. Աստծո ներկայությունից հեռացավ։ God left him there. Աստված նրան այդտեղ թողեց։ He wouldn't allow that miry place to be healed. Ինքը թույլ չէր տալիս, որ այդ մասը, այդ հատվածը իր միջի բժշկվեր։ Wouldn't throw that Tobiah out Թույլ չէր տալիս, որ Տուբիան իր միջից դուրս գար and ended up in disaster. ու այդ աղետի մեջ իր վերջը ունեցավ։ We believe that the wind of the Holy Spirit Հավատում ենք, blows որ Սուրբ Հոգու այդ քամիները to փչում են, prepare us for the flowing of որպեսզի this մեզ river. պատրաստեն այս գետերի հոսքին։ We must allow that wind Մենք to blow. պետք է թույլ տանք, որ այդ քամիները փչեն։ That wind is going to expose. Ու այդ քամիները կհայտնեն մեր մեջ, կբացահայտեն։ It's going to show you what's in your Ու heart. ցույց կտա, թե ինչ կա ձեր սրտում։ It is not for your destruction, Դա ձեր կործանելու համար չի։ not for your destruction. Ձեր շեղելու, կործանելու համար չի։ It's so that God can have greater access to your Այն life, դա նրա համար է, որ ավելի մեծ մուտք ունենա Աստված ձեր so that մեջ։ the river can be enlarged in your Գետերը life, ձեր կյանքում ավելի լայնանան։ so there can be a greater flow of Ու God's ավելի Spirit in your Աստծո life. հոգու ավելի մեծ հոսք լինի ձեր կյանքի մեջ։ So we have to let this wind Ու blow. դրա համար պետք է թույլ տանք, որ այդ քամիները փչեն։ And we have to deal with whatever comes up, Ու այն ինչ էլ որ հայտնվի, մենք պետք է դրա հետ այդ հաշիվները մաքրենք, այդ գործ whatever ունենանք God դրա հետ։ finds. Ու ինչ էլ Աստված մեր մեջ We, like գտնի, David, cry out. ինչպես Դավիթը պետք է վարվենք Դավթին, Don't take your Holy Spirit. ու ասենք չվերցնես քո Սուրբ Հոգուն, Forgive me, O God. ներիր ինձ ով Տեր, Don't take your Holy Spirit. չվերցնես քո Սուրբ Հոգուն, And God will hear that prayer. ու Աստված կլսի այդ աղոթքը։ We come to the time of prayer tonight, Հիմա մոտենում ենք այդ աղոթքի ժամին, and I'm just praying that the Holy Spirit ու ես will. ուզում եմ blow in աղոթել, our որ lives. Սուրբ Հոգին փչի մեր կյանքի մեջ։ There's nothing we need more Մենք ավելի բանի կարիք չունենք, than to be filled with the Holy Spirit, քան միայն Սուրբ Հոգով for the լցվել։ river of God to flow Որ in this Աստծո nation, գետերը հոսեն այս ազգի in մեջ, your church, ձեր in եկեղեցու your մեջ, city, ձեր քաղաքի մեջ։ that the revival can break out. Արտնություն ճեղքվի, արտնությունը գա, But it takes us բայց պահանջվում է մեզանից, becoming that vessel that որ God can. դառնանք Աստծո այդ անոթները։ So let the wind blow tonight. Թող այսպեսով թող այսօր այդ քամիները փչեն։ Father, Հայր, I call upon the Holy Spirit